Բրիտանական Guardian-ը ներկայացնում է, թե Հայաստանում որքան հեշտ է մարդուն հոգեբուժարան ուղարկել։ Նշվում է, որ սա խորհրդային ժամանակների ժառանգած գործելավոճ է, երբ հոգեբուժարաններում լռեցնում էին այլախոհների ձայները։ Հայաստանի օրենսդրությամբ ընդամենը մի հեռախոսազանգ, ոստիկանություն կամ հոգեբուժարան, թե այսինչ մարդը հոգեկան խանգարման խնդիրներ ունի, կարող է բավարար լինել նրան հոգեբուժարան տեղափոխելու համար։ Իսկ եթե նա հանդիմանում է, հիվանդանոցը կարող է դիմել դատարան հարկադիր բուժելու որոշում ստանալու համար։ Բրիտանական հեղինակավոր պարբերականում հրապարակած իր ուսումնասիրությունում Մարիաննա Գրիգորյանը ներկայացնում է մի շարք գործեր, այդ թվում Ջուլիետտա Ամարիկյանի պատմությունը, ով կենցաղային վիճաբանության պատճառով հայտնվել էր հոգեբուժարանում։ Եղբայրը ցանկացել է, որ ծնողներից մնացած բնակարանը միայն իրեն մնա, եւ ոստիկանների ու բժիշկների միջոցով նրան տեղափոխել է հոգեբուժարան։ 54-ամյա Ջուլիետտա Ամարիկյանը պատմել է, որ ուժով իրեն տարել են Երևանի հոգեբուժարան եւ 1 ամիս պահել իր կամքին հակառակ։ Նրանք ինձ փակել են եւ թողել լքված։ Ոչ մեկը ոչ մի հետազոտություն չի անցկացրել։ Ես սարսափած եի, ես կարծում էի դա իմ վերջն է, ասել է նա։ Իրավապաշտպանները նշում են, որ Ամարիկյանի պատմությունը եզակի դեպք չէ Հայաստանում, որտեղ շատ հեշտ է մարդուն հոգեկան հիվանդ համարելը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը ասել է, որ օրենսդրությունը ամբողջովին վերափոխելու կարիք կա։ Մենք դեպքեր ենք արձանագրել, երբ հոգեկան խանգարումներ չունեցող մարդկանց փակել են հիվանդանոցում։ Խորհրդային տարիներից մնացած օրենսդրությունը այնքան է հնացել, որ երբ մարդն արդեն գտնվում է հոգեբուժարանում, մեր օգնությունը նվազագույն նշանակություն է ունենում, ասել է նա։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը ասել է, որ իրենց կազմակերպությունը դեպքեր է արձանագրել, երբ ունեցվածքի ժառանգության կամ փոխհարաբերությունների պատճառով մարդկանց հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարաններ։ Ամարիկյանի բախտը բերել է, նշված է Guardian-ում։ Իրավապաշտպանները այցելել են նրան օգնել դիմել վերաքննիչ դատարան, օգնել, որ նա ազատ արձակվի։ Հիմա նա մեկ այլ դատական գործընթացով պայքարում է իր իրավունքների համար։ Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ դիմել են դատարան իր պաշտպանյալի իրավունքները խախտած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն փաստաբանը նշեց, որ 1 տարուց ավել ընթանում է քրեական գործի նախաքննությունը, ընթանում է եւ որևիցե տեղաշարժ մեր կարծիքով դրական չկա։ Ջուլիետտա Ամարիկյանն այս պահին գտնվում է հանրապետական հիվանդանոցում։ Նա պնդում է, որ իրեն սրսկելու պատճառով ոտքը այտուցվել է եւ ուժեղ ցավեր ունի։ Այդ մի սխալ սրսկում ակատարի, որ 2 տարի իմ ոտքը ուռած է եւ այսօր էլ իմ ոտքի վիճակը շարքից դուրս է եկել։ Ես ոտք չունեմ, ես ուզում եմ բացի նայ, որ նրանք ինձ սպանել են։ Նա ասում է, որ ոտքը բուժվելուց հետո էլ վախենում է տուն վերադառնալ, որովհետև հալածանքները շարունակվում են։ Նրա պահանջը նաեւ որ ես սենյակից դուրս կամ իրանց տամ։ Ինչ է կանելու դուք ինչպես եք իրան տամ։ Հարկադիրյանից ասում եմ, եթե փորձաքննության չգաս, ես քո թոշակը կտրելու եմ։ Ես քո բաժնի մասը վերցնելու եմ։ Ամեն դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատյանի դատարանը վերանայել է իր նախկին որոշումը, նրան չեն կարող հարկադրաբար տեղափոխել հոգեբուժարան, սակայն բոլորը չէ, որ Ամարիկյանի պես գոնե հոգեբուժարան չտեղափոխվելու հարցում հաջողություն են ունենում։ Իրավապաշտպանները նշում են, որ այս գործերի մասին հրապարակումներով խնդրի վրա ուշադրություն է դարձվում, բայց կառավարությունը գործողությունների չի դիմում։ Հոգեբուժարանները հերքում են մեղադրանքները, պնդելով, որ հարկադիր բուժումը երբեմն անհրաժեշտություն է։ Առողջ մարդը չի կարող հայտնվել հոգեբուժարանում, դա հնարավոր չէ։ Անձնավորության հիվանդ կամ առողջ լինելը որոշում են բժիշկները, այլ ոչ թե իրավապաշտպանները, ասել է Երևանի հոգեբուժարանի ղեկավար Արեգա Հակոբյանը։ Guardian-ում բերված են Հայաստանի դատական համակարգի տվյալները։ Ըստ այդ պաշտոնական տվյալների 2008-ից 2014 թվականների ընթացքում Հայաստանում 1367 մարդ անմեղսունակ հոգեկան խնդիրներ ունեցող հոգեկան հիվանդ է ճանաչվել, որոնցից 247-ը հոգեբուժարան է տեղափոխվել իրենց կամքին հակառակ։